Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները տարածվում են նաև Կարմիր ծովում։ Իրանի հետ դաշնակցող հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի 2 նավթատար լցանավերի վրա հարձակման մասին, սպառնալով փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Եմենի հութիները հրթիռներով եւ անօդաչու սարքերով հարվածել են Կարմիր ծովով ընթացող Սաուդյան 2 նավթատար լցանավերի՝ Էնսելիային եւ Լեյլային։ Հութիները հայտարարել են, որ նավերը խախտել են Սաուդյան Արաբիայի դեմ իրենց սահմանած ծովային շրջափակումը։ Սաուդյան կողմը հաստատել է միայն Էնսելիայի վրա հարձակումը։ Հրթիռների հարվածից նավի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել, սակայն անձնակազմի անդամները չեն տուժել։ Հութիները Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում էին հայտարարել 3 օր առաջ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով Սաուդյան նավերի անցումը կանխելու նպատակով։ Հարձակման սպառնալիքի պատճառով մի քանի լցանավեր արդեն փոխել են երթուղին, իսկ Սաուդյան Արաբիայից Չինաստան եւ Հնդկաստան նավթի տեղափոխող 3 նավ հետ են շրջվել։ Բաբ էլ-Մանդեբով վերջին 1 ամսում օրական միջինը շուրջ 9 միլիոն բարել նավթ է տեղափոխվել։ Նեղուցի հնարավոր փակումը հատկապես վտանգավոր է հիմա, երբ Հորմուզի նեղուցով նավագնացությունն արդեն գրեթե դադարեցված է։ Սաուդյան Արաբիան իր նավթի մի մասը Հորմուզը շրջանցելով տեղափոխում է Յամբու նավահանգիստ եւ այնտեղից Կարմիր ծով։ Բաբ էլ-Մանդեբի փակման դեպքում նավերը ստիպված կլինեն շարժվել Սուեզի ջրանցքով կամ շրջանցել Աֆրիկան, ավելացնելով ճանապարհի տևողությունն ու ծախսերը։ Մինչև Կարմիր ծովում բացվում է նոր ճակատ, Ամերիկայի Միացյալ Նահանգների զինուժը 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցնում Իրանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով թիրախավորվել են Իրանի ծովային ռազմական կարողությունները, հրթիռների եւ անօդաչուների պահեստները, առափնյա դիտարկման եւ հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են Բուշեհրի շրջանում ռազմական օբյեկտի, նաեւ Իրաքի սահմանին գտնվող Շալամչեի անցակետի վրա ամերիկյան հարվածների մասին։ Իրանական կողմի տվյալներով Շալամչեում 2 մարդ է զոհվել, 11-ը վիրավորվել։ Ի պատասխան Իրանը հայտարարել է Քուվեյթում, Հորդանանում եւ տարածաշրջանի այլ հատվածներում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։ Թեհրանի պնդմամբ թիրախում են եղել հրթիռային համակարգեր, սպառազինության եւ վառելիքի պահեստներ եւ ռազմակայաններ։ Քուվեյթն ու Հորդանանը հայտնել են նաեւ իրանական հրթիռներ եւ անօդաչուներ որսալու մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներն ընդլայնել եւ թիրախավորել Իրանի կարևոր ենթակառուցվածքները։ Այս պահից սկսած Հորմուզի նեղուցում նավերի վրա Իրանի յուրաքանչյուր հարձակում ստանալու է պատասխան։ Կարևոր չէ այն կիրականացվի հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե այլ սպառազինությամբ։ Յուրաքանչյուր նման հարձակման դիմաց Միացյալ Նահանգները կռմբակոծի եւ կոչնչացնի Իրանի 1 կամուրջ կամ 1 էլեկտրակայան։ Թիրախները կարող են լինել նաեւ Թեհրանի մերձակայքում կամ հենց մայրաքաղաքում։ Թրամփի հայտարարությանը պատասխանել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, նախազգուշացնելով, որ Թեհրանը համաչափ պատասխան կտա ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այլև հարձակմանը նպաստող ուժերին։ Մեր պաշտպանական ռազմավարությունը հստակ է, ակն-ական։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում մեր ենթակառուցվածքների վրա հարձակումը, կստանա հզոր եւ վճռական պատասխան։ Նրանք, ովքեր որևէ ձևով կնպաստեն այդ ագրեսիային, նույնպես կդիտարկվեն որպես իրանական զինված ուժերի օրինական թիրախներ։ Իրանը վճռականորեն պաշտպանելու է իր տարածքը ու ազգային շահերը։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ վերահսկողության տակ եւ փակ է առանց Թեհրանի համաձայնության անցնող նավերի համար։ Իրանական կողմի տվյալներով ականապատ համարվող երթուղով անցնել փորձող 3 լցանավերից մեկը պայթյուններից հետո հրդեհվել է, մյուս 2-ը հետ շրջվել։ Հորմուզի եւ Բաբ էլ-Մանդեբի շուրջ միաժամանակյա լարվածության հետևանքով նավթի գները 1 օրում աճել են ավելի քան 3%-ով։ Ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը կարող է վտանգել համաշխարհային նավթային մատակարարումների 2 կարևորագույն երթուղիները եւ նոր գնաճային ճնշում ստեղծել միջազգային շուկայում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։